Գիրք Ծննդոց, գլուխ 12. Եվ Եհովան ասեց Աբրամին. գնա քո երկրիցը և քո ազգականներիցը և քո հոր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ, և ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, և քեզ օրհնեմ, և քո անունը մեծացնեմ, և դու օրհնյալ կլինիս, և քեզ օրհնողներին կօրհնեմ, և քեզ անիծողներին կանիծեմ, և երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվին։ Եվ Աբրամը գնաց, ինչպես Եհովան նրան ասել էր։ Ղովտն էլ գնաց նրա հետ։ Եվ Աբրամը 75 տարեկան էր Խառանիցը դուրս գալիս։ Եվ Աբրամը վեր առավ իր կին Սարային և իր եղբոր որդի Ղովտին և իրանց բոլոր ունեցած ստացվածքը և Խառանումն իրանց ստացած անձինքը և դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը։ Եվ եկան Քանանի երկիրը։ Եվ Աբրամն անցավ այն երկրովը մինչև Սյուքեմ տեղը, մինչև Մորեի կաղնին։ Եվ այն ժամանակ քանանացիներն էին այն երկրումը։ Եվ Եհովան երևեցավ Աբրամին և ասեց. «Քո սերունդին պիտի տամ այս երկիրը»։ Եվ նա այնտեղ սեղան շինեց Եհովայի համար, որ իրեն երևեցավ։ Եվ այնտեղից չվեց Բեթելի դիմացի Սարը, և իր վրանը բացավ Բեթելը ծովի կողմիցը և Գային արևելյան կողմիցը, և այնտեղ Եհովայի համար սեղան շինեց, և Եհովայի անունը կանչեց։ Եվ Աբրամը չվելով գնում էր դեպի հարավ։ Եվ այն երկրումը սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս այնտեղ պանդխտությամբ բնակվելու համար, որովհետև սովը սաստիկ էր այն երկրումը։ Եվ եղավ, երբ որ նա Եգիպտոսը մտնելու մոտեցավ, իր կնոջը Սարային ասեց. «Ահա գիտեմ, որ դու մի գեղեցիկ տեսքով կին ես, և անպատճառ, երբ եգիպտացի քեզ տեսնեն, ասելու են սա նրա կինն է, և ինձ կսպանեն, բայց քեզ ողջ կթողեն։ Ասիր, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո պատճառովն ինձ համար լավ լինի, և քո պատճառովն իմ անձն ապրի»։ Եվ եղավ, երբ որ Աբրամը Եգիպտոս մտավ, եգիպտացիք տեսան այն կինը, որ շատ գեղեցիկ էր, և փարավոնի իշխաններն էլ տեսան նրան և կովեցին նրան փարավոնի առաջին։ Եվ կինը տարվեցավ փարավոնի տունը։ Եվ նա նրա պատճառովը Աբրամին բարիք արավ, և նա ոչխարներ և արջառներ և էգ էշեր և ուղտեր ունեցավ։ Եվ Եհովան մեծ հարվածներով պատժեց փարավոնին և նրա տունը Աբրամի կնոջ Սարայի համար։ Եվ փարավոնը կանչեց Աբրամին և ասեց. «Այս ի՞նչ է, որ արիր ինձ. ինչու ինձ չհայտնեցիր, թե նա քո կինն է, ինչու համար ասացիր, թե իմ քույրն է, և ես նրան ինձ համար կին էի առնում, բայց հիմա ահա քո կինը, առ և գնա»։ Եվ փարավոնը մարդկանցը պատվիրեց նրա մասին, և նրանք ճանապարհ դրին նրան և նրա կնոջը և նրա բոլոր ստացվածքը։